Okay, եկեք խոսենք altcoin-երի վերաբերյալ, altcoin-երը ինչի համար է նախատեսված եւ ինչ նշանակում։ Առաջի բանը altcoin նշանակում է alternative coin to Bitcoin, այսինքն այն ինչը որ Bitcoin-ը չի, alternative է, այսինքն այլ ընտրանքային coin է, այդտեղից իր անվանումներն է։ Պատկերացրեք sense Bitcoin-ը ոսկին է, իսկ altcoin-ները այն ստարտափներն են, խաղերն են, տեխնոլոգիան է, որը որ փորձում են զարգացնել տարբեր կազմակերպություններ, որպեսզի ավելի հարմարավետ կյանք կարողանան մարդկությանը ապահովեն։ Հա, օրինակ, տեսեք, Ethereum-ը ինքը առանձին մի հատ blockchain է, blockchain-ի մեջ կարողանում ես դու տարբեր smart contract-ներ սարքես, տարբեր ծրագրեր սարքես, ծրագրավորես այնպես, որ այս բաներն եմ ուզում անեմ, փակես կոդը ու ինքը միշտ այդ գործողությունը անի։ Ինքը դրա համար է շատ հայտնի դարձել, որովհետև լիքը մարդ կարողացել է իր blockchain-ից իր ծրագրերը օգտագործի, ստեղծի ծրագրեր ու դրա համար top իմացվող բան է։ XRP-ն օրինակ ինքը փոխանցման մեխանիզմ է, որը որ ինչ որ հատուկ սպეციფիկաներ ունի։ Dogecoin-ը ինքը meme coin է, առաջի meme coin-ն է եղել, որ ձեռառնելիք է եղել ավելի շուտ կրիպտոին ու մարդկանց դուր եկավ այդ ձեռառնելիքը, հիմա top 10-նյակի մեջ է, 10-15-նյակի մեջ է, BNB-ն Binance-ի blockchain-ն է ու Binance-ի altcoin-ն է։ Այստեղ ունենք Solana-ն, Solana-ով կարողանում են լիքը meme coin են սարքում ու այդ meme coin-երի շնորհիվ ինքը շատ մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այստեղ ունենք Cardano, Tron, Link, ամեն մեկը առանձին իր համար մի հատ պրոյեկտ է ստեղծել, սարքել ու մեծ հետևորդներ ունի։ Այդ շատ կարևոր է հասկանալ, որովհետև երբ որ հասկանում ես թիմը ինչ է ուզում, որտեղ է գնում, օրինակ Link-ի պարագայում կարող եմ ասել, որ Microsoft-ի X աշխատակիցները, ովքեր որ դուրս էին եկել Microsoft-ից, միավորվել էին ու ստեղծել են մի հատ թիմ, որը որ հենց Link-ի թիմն էր ու այդ մարդիկ գիտեին, որ Microsoft-ից է դուրս եկել եւ այլն, ինքը շատ մեծ ինժեներական թիմ կա հետևում գտնված, մարդիկ վստահեցին ու լիքը coin առան, լիքը token առան։ Ու Link-ը նույնպես top 10-նյակի մեջ է։ Այսինքն, ինչ ենք մենք հասկանում altcoin-երից, որ եթե մենք ինվեստիցիա պետք է անենք, ցանկալի է trade անենք եւ այլն, ցանկալի է top, չգիտեմ, 50-ի մեջ անել, որ գիտես առնվազն հետևում մարդիկ կան, հա, այսինքն ովքեր որ հավատում են պրոյեկտը կա, ռեալ է ամեն ինչ ու կարելի ասել, որ Bitcoin-ից բացի իրանք ավելի շատ տատանվող են։ Եթե Bitcoin-ը կարա 1-2% օրական կամ 5% տատանվի, իրանք եռապատիկ, տասնապատիկ կարան տատանվեն։ Սենց ասած հավեսը այն է, որ երբ որ ես տեսնում եմ Bitcoin-ը պետքա բարձրանա, գնում եմ Link եմ ես առնում, Bitcoin չեմ առնում, որովհետև Link-ը, Cardano-ն կամ չգիտեմ նույնիսկ Dogecoin-ը իրանք ավելի շատ են, նույն լոգիկան է, այսինքն Bitcoin-ը բարձրացավ, մնացածը բարձրացան հետը, բայց Bitcoin-ը կարող է 2% է բարձրանում, այն մնացածը 10% են բարձրանում, իսկ մենք այդ օգտագործում ենք մեր օգտին։ Հիմա անցնենք հաջորդին։